Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ։ Տաղավարում զրուցելու եմ Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ։ Պարոն Խանդանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Խանդանյան, այսօր Վաշինգտոնում սպասվում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի եւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը։ Եթե այսպես փորձենք որոշակի բացել այդ հանդիպումը եւ թրիփի օրակարգի հաստատումը, կարող ենք արձանագրել, որ թրիփը սկսում է մտնել ուրեմն գործնական դաշտ ու առաջիկայում շատ ավելի գործնական քայլեր, կենսունակ քայլեր կտեսնենք թրիփի կյանքի կոչման իրագործման ճանապարհին։ Ինչ է ձեզ հայտնի եւ ինչ սպասել։ Նախ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրի 1 տարին է լրանում արդեն եւ այս այցը եւ հանդիպումը նաեւ կապված է ընդհանուր Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության արդյունքները գնահատելու, քննարկելու համար, բայց այո, առաջին հերթին սա այդ բանակցությունները նպատակ ունեն ավելի գործնականացնել թրիփը, ինչպես նախորդիվ ասել ենք, որ մինչև նախորդ տարվա վերջ պետք է ընդհանուր շրջանակը հայտնի դառնա եւ ըստ էության բանակցությունների արդյունքում արդեն իսկ այսօր կարելի է ակնկալել, որ թրիփի հետ կապված նորություններ կլինեն եւ ընդհանուր պատկերը եւ դետալները այս նախագծի հայտնի կդառնան, թե ինչ մոդելով եւ ինչ դետալներով են Հայաստանի եւ Միացյալ Նահանգները պատրաստվում իրագործել։ Սպասվում են նորություններ այս առումով։ Նորություններ են սպասվում։ Ընդհանուր ամեն ինչ բխում է օգոստոսի 8-ի հռչակագրի տառից եւ ոգուց, բայց բնականաբար բանակցությունների արդյունքում հայտնի կդառնան դետալներ, որոնք հնարավորություն կտան արդեն ներգրավելու այս ծրագրի կյանքի կոչման հաջորդ փուլերին, այն է նախագծման եւ արդեն դրանից հետո արդեն կառուցապատման։ Պարոն Խանդանյան, մինչ հայկական կողմը լարավատես է Թրամփի ուղու, Թրամփի այս ծրագրի կյանքի կոչման հետ կապված ընդհանուր մինչև Թրամփի այս Թրամփի ուղին կյանքի կոչելու հետ կապված, տեսնում եք ինչ-որ նորանոր պահանջներ են Բաքվից ուրեմն հնչում, Ալիևի եւ այլնի մակարդակով, նորանոր այսպես պահանջներ Հայաստանից ոչ միայն խաղաղության պայմանագրի կնքման, այլ նաեւ թրիփի ուղին իրագործելու։ Հայկական կողմը ինչպես է արձագանքում։ Նայեք թրիփի հետ կապված բոլոր սկզբունքները, որոնք տեղ են գտնելու այս սպասվող նորության մեջ, հայտարարության մեջ, այն է, որ այդ ամենը բխում է օգոստոսի 8-ի հռչակագրից, խաղաղության հռչակագրից, որը նաև ստորագրել է Ադրբեջանի նախագահը, եւ այստեղ որևէ այլ բան սպասել կամ ակնկալել որևէ կողմի համար տրամաբանական չի լինի, եւ պետք է հաշվի առնել, որ սա Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև երկկողմ խոսակցության առարկա է, այսինքն սա երկկողմ նախագիծ է եւ այստեղ Հայաստանի եւ Միացյալ Նահանգներն են համաձայնեցնում իրար հետ տեսակետներ, սկզբունքներ եւ ձևաչափեր, ուստի նորից պետք է երևի արձանագրել, որ թրիփ նախագիծը ամբողջությամբ իրագործվելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության սկզբունքները հարգելով եւ պաշտպանելով եւ այստեղ որևէ այլ տեսակի ակնկալիք ունենալ այս նախագծից իրատեսական չէ։ Նորմալ է, որ Բաքուն անդադ պնդում է Զանգեզուրի միջանցքի, գիտեք վերջերս էլ Ալիևն էր հարցազրույց տվել տեղական մի շարք լրատվամիջոցների ու դարձյալ այս Զանգեզուրի միջանցքի թեզներ առաջ տանում։ Սա ներքին լսարանի ներքին սպառման համար է, թե այնուամենայնիվ ինչ որ բան են հայկական կողմին փորձում չեմ ուզենա գնահատել, թե Ադրբեջանի նախագահը այս կամ այն հայտարարությունը ինչու է անում եւ այս այն կամ այն տերմինը ինչու է անում, մեր արձագանքն այն է, որ այն նախագիծը, որը անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքում, ունի անուն եւ լեգիտիմ է եւ հարգալից է նաեւ մեր գործընկեր Միացյալ Նահանգների նկատմամբ օգտագործել այդ անունը, այն է թրիփ, Թրամփի ուղի հանուն խաղաղության եւ բարգավաճման, ուստի այստեղ այլ եւ սա բազմիցս հնչեցվել է Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակով եւ այն տրամաբանությունը, որը կար այդ խոսույթում Ադրբեջանի կողմից նախկինում առնվազն այդ տրամաբանությամբ որևէ ակնկալիք
հնարավոր չէ ունենալ այս նախագծից։ Լավ, պարոն Խանդանյան, սա Թրիփի կամ Թրամփի ուղու ուրեմն կյանքի կոչման հետ կապված, բայց զարգացումները մեր շուրջ, մեր տարածաշրջանում բավականին թեժ են եւ հետաքրքիր է, որպես արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ փորձում եք օրինակ Իրանի ձեր գործընկերների հետ կապ հաստատել, հասկանալու ստեղծված իրավիճակը։ Իդեպ այս լարվածության ֆոնին մենք հիշում ենք փոխարտգործնախարարի այցը նախորդ շաբաթ Հայաստանի Հանրապետություն, ի վերջո գոյություն ունի ազգային ժողովների միջև այսպես բարեկամական խմբեր համապատասխան, բայց աշխատանք կամ չի տարվում կամ գոնե Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի տեսնում։ Ինչ է անում, մտահոգ է մեր խորհրդարանը կամ գոնե բարեկամական խումբը փորձում է հասկանալ ինչ վիճակում են այնտեղ մեր քաղաքացիները, երբ գիտենք, որ ընդհանուր մինչև հայ է զոհվել, մի քանիսը վիրավոր են եւ գիտեք նաեւ Թրամփի արձագանքը, որ այսօր կոչ էր անում Իրանի քաղաքացիներին սահմանը հատել Հայաստանով եւ Թուրքիայով, մեր դիրքորոշումը որը պիտի լինի եւ ինչ եք փորձում այս ընթացքում բարձել ու անել համեցեք։ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները, ինչպես միշտ, բարեկամական եւ դինամիկ կերպով առաջ են գնում եւ դրա հետ էր կապված նաեւ արտգործնախարարի փոխարտգործնախարարի այցը Երևան եւ քաղաքական խորհրդակցությունները, իսկ ինչ վերաբերում է Իրանի ներքին իրավիճակին, իհարկե մտահոգիչ է եւ մեր ակնկալիքը եւ հույսը այն է, որ հնարավոր կլինի խաղաղ կերպով հանգուցալուծել բոլոր խնդիրները։ Խորհրդարանական մակարդակում այո գործում են բարեկամական խմբերը եւ մեր բարեկամական խմբերի ղեկավարները ակտիվ կապի մեջ են եւ խոսում են միմյանց հետ ոչ միայն հիմա, այլ ընդհանրապես եւ նաեւ փոխայցեր են լինում վերջերս նաեւ այդ եղավ падգամավորների Իրանից Հայաստան, բայց նաև տեղեկատվության սահմանափակվածության պատճառով դժվար է գնահատականներ տալ, թե ինչ է տեղի ունենում Իրանում, այնուամենայնիվ ինչ էլ որ լինեն Իրանի ներքին զարգացումները, Հայաստան-Իրան հարաբերությունների վրա դրանք բացասական ազդեցություն չեմ կարծում, որ կթողնեն, որովհետև մենք շատ կարևորում ենք Իրանի հետ հարաբերությունների զարգացումը եւ դինամիկ կերպով զարգացումը եւ բարեկամական հարաբերությունները, ուստի ես կարծում եմ, որ եւ այսինքն մեր արձագանքը, ակնկալիքը, հույսը այն է, որ Իրանում իրավիճակը այդ լարվածությունը կմեղվի եւ հնարավոր կլինի բոլոր ներքին խնդիրները, որոնք բարձրաձայնում են քաղաքացիները Իրանի, հնարավոր կլինի լուծել խաղաղ ճանապարհով։ Պարոն Խանդանյան, տեսեք, Միացյալ Նահանգները կամ այսպես Թրամփի մակարդակով հայտարարում է, որ այսուհետ Իրանի հետ առևտուր իրականացնող ցանկացած երկիր Միացյալ Նահանգների հետ իր ամբողջ առևտրի վրա կարող է ենթարկել 25% մաքսատուրքի, սա ըստ էության Հայաստանի համար է լրջագույն ռիսկ ստեղծում, որովհետև Իրանից մենք բերում ենք տնտեսության, այսպես ասենք, հիմքային ապրանքներ, վառելիք, էներգետիկ բաղադրիչներ, երկար պողպատ ու արդյունաբերական հումք, որոնք նստած են ինքնարժեքի մեջ, Հիմա եթե այս ամենը կյանքի կոչվի ու ըստ էության Հայաստանի Հանրապետությանը լրջագույն ուրեմն վնաս կամ տնտեսական լրջագույն խնդիրներ են ստեղծելու, այս առումով ինչպիսի մտահոգություններ դուք ունեք։ Այդ հայտարարությունը բավականին նոր է եւ դեռ պետք է ուսումնասիրել, թե դա ինչին է վերաբերվում եւ տնտեսական գնահատական տալ դրա տեղի ունենալու պարագայում ինչ հետևանքներ դա կունենա Հայաստանի համար, բայց ես ուզում եմ մի բան շեշտեմ, որը միշտ շատ կարևոր է եղել մեր եւ մեր արևմտյան գործընկերների միջև հարաբերություններում, որ մեր արևմտյան գործընկերները, այդ թվում Միացյալ Նահանգները միշտ հասկացել են Հայաստանի աշխարհագրությունը եւ բավականին ըմբռնումով ու որևէ կերպ չեն փորձել խառնվել Հայաստանի եւ Իրանի միջև հարաբերությունների զարգացմանը, հասկանալով մեր աշխարհագրությունը եւ դա մենք մշտապես գնահատել ենք, ուստի այս ուղղությամբ եւս ես կարծում եմ, որ մենք քննարկելու թե Միացյալ Նահանգների հետ եւ թե Իրանի հետ քննարկելու հարցեր ունենք եւ այս հայտարարությունը իսկապես շատ նոր է եւ պետք է հասկանալ դրա
հետևանքները կամ դրա ազդեցությունը Հայաստանի վրա։ Պարոն Խանդանյան, իդեպ, քանի որ նաև Միացյալ Նահանգների թրիփից ենք խոսում, Միացյալ Նահանգների առևտրի ու զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենի ղեկավարած պատվիրակությունը Բաքվում է, Բաքվից հետո փաստորեն Երևան է գալու եւ գիտեք, երեք Ադրբեջանի փոխարտգործնախարարներ նրանց ընդունել ու հաղորդագրությունից բարձ է դառնում, որ ըստ էության խոսվել է Թրամփի ուղի նախագծի իրագործման հեռանկարների մասին, ըստ էության հաշվի առնելով նաև այսօր ուրեմն թրիփի վերաբերյալ կարևոր հայտարարությունների ակնկալիքներին մեծ հաշվով դարձյալ ուրեմն օրակարգը քննարկումների շրջանակը լինելու է Թրամփի ուղի նախագծի ուրեմն կենսագործման Այո, իրականում սա նշանակում է այս այցը եւս, որ այս նախագծի իրագործումը մտնում է շատ կոնկրետ գործնական փուլ եւ նման այցերը եւ նման քննարկումները շատ ավելի ակտիվանալու են եւ քաղաքականից տեղափոխվելու են նախ իրավական գործընթացների փուլ, որովհետեւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգները պիտի ստորագրեն պայմանագիր այն բոլոր սկզբունքներից, որը բխելու են բոլոր սկզբունքներից ու դետալներից, որոնք այսօր կհրապարակվեն, եւ նաեւ հետագայում արդեն իրագործելիության գնահատում պետք է տեղի ունենա նախագծի բուն նախագծային աշխատանքներ պիտի տեղի ունենան եւ արդեն սկսվի ենթակառուցվածքների շինարարություն երկաթուղու ավտոճանապարհի եւ մյուս ենթակառուցվածքների եւ նման խմբերի այցը այդ թվում եւ տեխնիկական խմբերի այցերը կակտիվանան վստահ եմ Կանք այս թրիփի կյանքի կոչման զուգահեռ Ռուսաստանից հնչող հայտարարություններին Պարոն Խանդանյան, ձեր պատգամավորներն էլ բավականին ակտիվ էին Սոլովյովի այսպես հայտարարությունների հետ կապված, ընդհանուր մինչև ասում էին, որ պետք է շքանշանը նրանից վերցվի, բայց նաև կոչ էր արվում Հայաստանի իշխանություններին կանչել Կոպյորկինին, բողոքի նոտ աղել ու գիտենք դա արդեն տեղի է ունեցել, հաջորդ քայլը որն է լինելու։ Ինչ եմ սա հարցնում, պարոն Խանդանյան, մեր իշխանությունների կողմից Ռուսաստանի հետ կապված ցանկացած հարց կարծեք թե այսպես կիսաքայլ է, կիսատ լուծում է ստանում։ Ինչ եմ դա ասում։ Սոլովյովի հաղորդումները, եթե հիշում եք, նույն 2024 թվականին ուրեմն արգելափակվեցին գոնե Հայաստանի տարածքում, բայց մենք այդպես էլ կարևոր քայլեր, իդեպ հոմենակ Սոլովյովով չեն այդ ալիքները իրենց ռոպագանդան իրականացնում Կրեմլի տարբեր այսպես խոսափող ռոպագանդիստներ կան։ Հիմա լավ, երբ է այդ քաղաքական կամքը դրսևորվելու, հայկական մուլտիպլեքսից հեռացնելու այդ ալիքները։ Ի վերջո, էլ ինչ պիտի անի Ռուսաստանի մեդիա դաշտը, որ Հայաստանի իշխանությունը գնա այդ վերջնական ու կտրուկ քայլին։ Ինչն է կապում Հայաստանի իշխանության ձեռքերը այդ կարևոր քայլը կատարելու համար։ Նախ անդրադառնալով այդ հայտարարություններին ես եւ Ուկրաինայի օրինակով հետաքրքիր է որ դուք ասացիք թրիփին զուգահեռ որովհետեւ հիշում եք վերջերս նաեւ թրիփին հետ կապված էլ այնտեղից հայտարարություններ էին հնչում ես կարծում եմ իրենց վերահսկողության մասով այդ հայտարարությունը ցույց է տալիս որ Հայաստանը գնում է ճիշտ ճանապարհով Եվ նման արձագանքները ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է ճիշտ ճանապարհով, այն է Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության ամրապնդման ճանապարհով, Հայաստանը ծայրագավառ չդարձնելու ճանապարհով եւ Սոլովյովի նման անձինք, որոնք տխրահարճակ հայտարարություններով են հայտնի, բնական է, որ պիտի նման անհանգիստ շարժումներ անեն եւ Ռուսաստանի դեսպանին արտգործնախարարություն հրավիրելու նպատակներից մեկն էլ, ինչպես դա բոլոր դեպքերում է լինում, բոլոր այլ հանգամանքներում, նաեւ հասկանալն է, թե որքանով են Սոլովյովի կամ նման այլ հայտարարությունները համապատասխանում կամ չեն համապատասխանում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը։ Առնվազն պաշտոնական շփումներում Ռուսաստանը նման դիրքորոշումներ չի հայտնում եւ լավ կլինի, որ Ռուսաստանը պաշտոնապես արձագանքի նման դիրքորոշումներին։ Ինչ վերաբերում է մուլտիպլեքսից հանելուն, ես անձամբ կիսում եմ այդ մտահոգությունը եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում սփռվող հեռուստաալիքները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում եւ տարածեն հայալեզու կոնտենտ,
անկախ երկրից, անկախ, այսինքն ես նաև չեմ պատկերացնում այլ երկրների ներառումը մեր նախկինում կար CNN, որը դուրս դրվեց տարիներ առաջ, պարոն Խանդանյան, ու ենթադրվում էր, որ ի վերջո այս ամենը պիտի համատարած բոլոր ուրեմն օտար ալիքներին, հեռարձակող ալիքներին վերաբերի, բայց փոստորեն Ռուսաստանը բացառություն է եղել։ Ես կարծում եմ այդ մտահոգությունը եւ կարծում եմ, որ պիտի այդ քայլը եւս կատարվի, բայց հիմա մի այլ հանգամանքի անդրադառնամ, տեսեք Սոլովյովի հաղորդումները կամ եւ մի շարք այլ հաղորդումներ, կարծեմ Կիսիլովի հաղորդումները եւս արգելափակվեցին, բայց այնուամենայնիվ մեր հանրությանը համացանցի միջոցով այդ տեղեկատվությունը հասանելի է դառնում ու մի քիչ արգելափակման մեթոդը հնացած է, եթե մեր խնդիրը նման ինֆորմացիոն հոսքերը կառավարելն է, այսինքն համացանցը չեն կարող արգելափակել բնականաբար, բայց այո, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վճարում են հարկեր այդ մուլտիպլեքսի համար եւ դրանք պետք է տարածեն հայալեզու կոնտենտ եւ այդ մեդիաները պիտի գտնվեն Հայաստանում, բայց ես նաեւ դուք ասացիք մեր падգամավորներն են անդրադառնում, ըստ մեր падգամավորների արձագանքը, իմ գործընկերների արձագանքը շատ բնական եւ հայտնի է, բայց ես չեմ տեսնում այսպես արձագանք մեր ընդդիմադիր գործընկերներից։ Ես հիշում եմ, երբ որ Եվրամիությունը հայտարարեց, որ Հայաստանին հիբրիդային բոլորը արձակումներից պաշտպանվելու համար, այո, պետք է որոշակի աջակցություն ստանա, ինստիտուցիոնալ աջակցություն եւ ֆինանսական աջակցություն, նաեւ ընդդիմադիր լրատվամիջոցների, ընդդիմադիր գործիչները այսպես մեծ բաժակաճառեր էին ասելով, որ Եվրամիությունը բան է անում, Հայաստանի ներքին գործերին է խառնվում։ Հիմա կարծես թե այսպես լուր հետևում են, թե Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերությունում աշխատող այդ մարդը ինչ որակի գնահատականներ է տալիս եւ հայտարարություններ հնչեցնում եւ լուր են ու արձագանքներ չկան։ Ես շատ կուզենայի օրինակ Կիսիլովին նշան հանձնած նախկին նախագահը, նրա մոտ հարցազրույցների գնացած ընդդիմադիր քաղաքական գործիչը կամ Ռուսաստանցի օլիգարխը, որը համարվում է իրեն համարում է Կիսիլովի ընկերը, նրանք եւս, հա, կամ նրանց շրջապատները եւս, Սոլովյովի, հա, տարբերությունը շատ մեծ չէ։ Նրանք եւս արձագանք էին եւ գնահատականներ տային։ Իսկ ինչու չեն արձագանքում ձեր գնահատմամբ, կիսում են։ Իսկ գուցե նրա մոտեցումը կամ այդ հայտարարությունը չէ, որ դա կոնկրետ սպառնալիք է մեր երկրին։ Ամենամեծ ցավը եւ անհանգստությունը հենց դա է եւ ապացուցում է այն, որ մենք ասում ենք, որ այս քաղաքական ուժերը Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ ինքնիշխանությունը ստորադասում են այլ շահերի եւ եթե այսպիսի հարցակմանը, հա, ինֆորմացիոն հարցակմանը նրանք չեն արձագանքում, ապա տրամաբանական բան է լինում, հա, տրամաբանորեն մարդիկ սկսում են մտածել, որ արդյոք նրանք կիսում են այս տեսանկյունը։ Լավ, պարոն Խանդանյան, դուք եք կիսում, որ պիտի մուլտիպլեքսից, ես դա նորից եմ ուզում շեշտեմ, հեռանան այդ, դուրս դրվեն այդ ալիքները։ Ստացվում է քաղաքական կամքի խնդիր կա այստեղ։ Թե Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու խնդիր է դրված։ Ի վերջո ինչն է հետ պահում իշխանությանը, օր առաջ, օրինակ այդ հայտնի պայմանագրերը ուղղակի խզել, վերջացնել, անցնել առաջ, որ թեման էլ այսքան չքննարկվի, մենք բազմիցս ենք անդրադարձել, քանի տարի է այդ նույն հիբրիդային գրոհը, նույն այդ ալիքներով իրականացվում է Հայաստանի դեմ։ Հայաստանը հիմա Եվրամիությունից գումար է ուզում եւ Եվրամիությունը տալիս է ընդհանրապես հիբրիդային գրոհների դեմ պայքարի համար, բայց այն քայլերը, որ ինքը ի վիճակի է կատարել եւ իր մի ստորագրությամբ կարող է չեղարկվել, այսպես հապաղում է։ Ինչն է քաղաքական կամքի խնդիր չկա, բայց նաեւ արտաքին հարաբերությունները եւ նաեւ այդ հարցը արտաքին հարաբերությունների հարց է, մի քիչ առևտրի տրամաբանություն ունի եւ պետք է հասկանալ, թե դա մեզ էլ ինչ կտա։ Եվ ես մի բան ասեմ, որ հաճախ եմ ասում, որ հաճախ է հեռուստաալիքների գոյությունը ավելի շատ օգնում է մեր քաղաքացիներին հասկանալու իրական նպատակներն ու խնդիրները, քան դրանց բացակայությունը։
Հիմա հիբրիդային գրոհների դեմ կարողանալու եք այս 5 ամիսների հետ դեմ 5 ամիսների ընթացքում այդ հիբրիդային գրոհների դեմ պայքարել թե ոչ եւ ինչպիսի արդյունք եք ակնկալում տեսեք օրինակ արդեն քաղաքական ուժերը դիրքավորվում են վերադասավորումներ են այսօր հայ հեղափոխական դաշնակցությունը արդեն հայտարարեց որ ինքը ընտրություններին մասնակցելու է դաշինքով գլխավորի այդ դաշինքը Ռոբերտ Քոչարյանը թե ոչ դեռ որ Իշխան Սաղաթելյանը չի հստակեցրել այնուամենայնիվ մենք տեսնում ենք դաշտում որոշակի խաղացող տարբեր ուժեր կամ ուրեմն նույն գաղափարը կրող տարբեր ուժեր, որոնց դեմ իշխանությունը պիտի մարտեր վարի ինչ է անելու։ Հայաստանի Հանրապետությունը առնվազն 2020 թվականից հիբրիդային հարձակմանների է ենթարկվում իսկ 44 օրյա պատերազմի ընթացքում չկային այդ հիբրիդային հարձակումներից դրանից հետո նախընտրական շրջանում նախորդ իհարկե կային եւ մենք այս անգամ էլ բայց այսքան շատ չէ քաղաքական ուժերը խմբերը կառավարությունը իմունիտետ ունի արդեն ինչը վատ է բայց լավ օրից չէ բայց մենք 5 տարուց ավել հիբրիդային հարձակման պայմաններում ենք ապրում եւ հաճախ համեմատում են մեզ տարբեր այլ եվրոպական երկրների հետ, որոնք հիբրիդային հարձակումների, ես կարծում եմ դա այնքան էլ համեմատելի չէ, որովհետև Հայաստանը անընդհատ է վերջին տարիներին այդ հարձակումների ներքո եւ իմունիտետ ունեք, իհարկե չբացառելով եւ տրամաբանորեն հետեւություն անելով, որ նախընտրական շրջանում այդ արձակումներն ավելի ակտիվանալու են։ Հազարավոր տելեգրամյան ալիքներ են արդեն բացվել, որոնք աշխատում են ձեր դեմ, վարչապետի դեմ։ Բայց նաև մեր քաղաքացիները, ես կարծում եմ, արդեն իսկ կարողանում են թացը չորից տարբերել եւ այդ լրատվական հոսքեր միայն տարբերել, բայց միևնույն ժամանակ պետք է աշխատանք տարվի, որովհետեւ դրանք ոչ միայն ինֆորմացիոն հոսքեր են, այլ դրանք այդ հիբրիդային հարձակումները մենք անդադ ապատեղեկատվության ֆոնի տակ օրինակ ես այս իշխանությունը Սյունիքն էլ ատաղել, ես այս էլ անում եմ։ Բայց բացի ապատեղեկատվությունից նաև հիբրիդային հարձակումները այլ համակարգերի վրա կարող են ազդեցություն ունենալ դրանք ֆինանսական հոսքերն են եւ այլն եւ այլն։ Այստեղ իհարկե մեր իրավապահ համակարգը պիտի պատրաստ լինի եւ ավելի աչալու։ Քանի որ իրավապահ համակարգի մասին խոսեցիք, պարոն Խանդանյան, երբ նշում են, որ իսկապես շատ են քաղաքական ուժերը, խմբերը, որոնք մտնելու են մրցակցության մեջ, պայքարի մեջ, միևնույն ժամանակ կընդունեք, որ իշխանության վարկանիշն էլ ընկնում է, այսինքն այնպես չէ, որ դուք ունեք օրինակ 18 թվականի վարկանիշը կամ 20 թվականի վարկանիշը, անընդհատ իշխանությունը հատկապես շատերի գնահատմամբ այս Հայաստանի իշխանություն, եկեղեցի կամ կաթողիկոս այս արճակատման ֆոնին իշխանության վարկանիշն ավելի է ընկնում, ինչ որ ծորձարցումներ են լինում, որ այ եկեղեցու հեղինակությունն է բարձրանում, երբ նշում են, որ իսկապես կարծես մարտեր են սպասվում, իշխանությունը կարողանալու է հասարակությանը կամ այն հատվածին, որ այնքան հիասթափված է, որ չի էլ ուզում մասնակցի ընտրության, համոզել կամ ուրեմն իր քայլերով ապացուցել, որ նույն այդ իրավական համակարգում ինքը իր ուրեմն բացերը լրացնելու է, այս 5 ամիս այդ հնարավորությունը տալու է, ձեզ քաղաքացուն ուրեմն բերել ընտրատեղամաս այն մեծ հատվածին, որ ընդհանրապես բոլորից է հիասթափված եւ գուցե ամենամեծ հիասթափությունը, որովհետեւ շատ մեծ սպասումներ ունի, հենց իշխանությունից է։ Նախ ուզում եմ ասեմ, որ վարկանիշը դա ստատիկ երևույթ չէ, վարկանիշը մեկ ընկնում, մեկ բարձրանում է եւ վարկանիշի չափման լավագույն մեթոդը դա ընտրություններն են եւ մենք մեր վարկանիշի մասին համապարփակ տեղեկատվություն կստանանք հունիս ամսին։ Իսկ ինչ վերաբերվում է թե ինչպես ենք մենք պատրաստվում համոզել մեր քաղաքացիներին, ես կարծում եմ մշտապես ապացուցվել է, որ մեր հաղթաթուղթը, մեր անկեղծ եւ ուղիղ խոսակցությունն է մեր քաղաքացիների հետ եւ այդ ճանապարհորվել մենք շարունակելու ենք աշխատել հաջորդ ամիսներին, մենք ուղիղ եւ անկեղծ խոսելու ենք մեր քաղաքացիների հետ, թե ձեռքբերումների, թե ձախողումների, թե խնդիրների մասին։ Եվ ես կարծում եմ, որ ոչ միայն այս 5 ամսի ընթացքում մենք պիտի ապացուցենք, թե ինչ է տեղի ունեցել, թե ինչ ենք պատրաստվում անել, այլ նաև վերջին 5 տարիների Հայաստանի տեղի ունեցածը բավականին լավ
ռեսուրս է մեր քաղաքացիներին համոզելու, որ մեզ ընտրեն, որովհետև նախ ամենագլխավորը այն ինչ որ մենք խոստացել ենք իրագործվել է, դա խաղաղությունն է, բայց նաև Հայաստանի քաղաքացիները իրենց մաշկի վրա նաև տեսնում են ներքին բարեփոխումների արդյունքները եւ այդ բարեփոխումները անհերքելի են, հա, թե տարբեր ոլորտներում ենթակառուցվածքներից մինչև առողջապահություն, կրթությունից մինչև սոցիալական հարցեր, այստեղ կարծում եմ մեր քաղաքացիները կգնահատեն այն աշխատանքը, որը արվել է։ Բնականաբար կան քաղաքացիներ, որոնք դժգոհ են եւ կգնան կքվեարկեն այլ քաղաքական ուժերի համար կամ չեն մասնակցի ընտրություններին, դա նորմալ ժողովրդավարական գործընթաց է, բայց այն, որ մենք կատարել ենք աշխատանք եւ այդ աշխատանքը գնահատելի է, դա հայտնի է ու մենք տեսնում ենք նաեւ այդ արձագանքը մեր քաղաքացիներից։ Պարոն Խանդանյան, եթե քաղաքացին ձեզ պարզ հարց տա, արդյոք մեր երկրի առջև ծառացած թիվ 1 խնդիրը եկեղեցու բարենորոգումներ, ինչպես դուք եք հայտարարել, կամ որոշ հոգևորականների դարձի բերելը կամ կաթողիկոսին հեռացնելը, ինչ եք պատասխանել։ Ես նախ չեմ կարծում, որ որևէ մեկը հայտարարել է, որ Հայաստանի թիվ 1 Հայաստանի առաջ ծառացած թիվ 1 խնդիրը դա եկեղեցու բարենորոգման խնդիրն է։ Բայց բոլորով այդ գործն է կանում հիմա, չէ՞, խնդիրը կարևոր հարց է մեր ներքին հանրային համերաշխության տեսանկյունից, մեր արժեքների տեսանկյունից, հայաստանյաց առաքելական եկեղեցու որպես Հայաստանի Հանրապետության կարևորագույն բարոյական արժեքի տեսանկյունից եւ ակնհայտ է բոլորի համար, որ այն ունի ներքին խնդիրներ եւ ունի անհրաժեշտություն բարենորոգման եւ ես կարծում եմ, որ այդ խնդիրները լուծվելու են եւ առաջին հերթին լուծվելու են եկեղեցու ներսում տեղի ունեցող գործընթացների արդյունքում։ Ինչ դուք ասում եք 28 քահանա է միացել կամ 30, նկատի ունեմ իշխանությունը անձամբ ձեզ չէ, էլի ընդհանուր հավաքական։ Ձեր ընդդիմադիրները կամ հակադարձողներն ասում են 489 քահանա կա Սփյուռքում, Երևանում, դուք ընդհանրեն այդ 30-ով եք ուրախանում։ Այդ թվերի մենք նաև լսել ենք օրինակ հեռախոսազրույցներ բարձրաստիճան եպիսկոպոսների եւ քահանաների միջև, թե ինչպես են քահանաներին ստիպել այս կամ այն բանը անել եւ դրանց այդ հայտարարությունների լեգիտիմությունը առնվազն ես կասկածի տակ եմ դնում, բայց հայտարարություններից անդին կարևորը որ սկսվել է այս խոսակցությունը եւ ի վերջո այն հանգուցալուծվելու է Կտրիչ Ներսիսյանի հեռացմամբ, որովհետեւ այն տարբերակ չի լինի։ Ունեք ինչ-որ ժամկետներ, ընտրություններից հետո 5 տարի առաջ չկա որևէ ժամկետ եւ ես չէի ցանկանա դա կապել ընտրությունների հետ, որովհետեւ այս գործընթացի մեջ մենք ներգրավել ենք ոչ ընտրությունները հաղթելու, ոչ քարոզարշավ անելու տեսանկյունից մենք Հայաստանի Հանրապետության զարգացման մեր տեսլականը կներկայացնենք մեր առաջիկա արտահերթ համաժողովին եւ այնտեղ պարզ կդառնա թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացում առաջիկա տարիների համար, իսկ եկեղեցու բարենորոգման հարցը դա հանրային հարց է, դա մի հարց է, որը պետք է լուծում ստանա, որովհետեւ մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը արժանի է, որ ունեն այնպիսի եկեղեցի, որի արժեքները կհամապատասխանեն եւ կկարողանան ծառայել իր հոգեվոր պահանջմունքներին, բայց նաեւ պետք է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսանկյունից եկեղեցին չպետք է թույլ տալ, որ եկեղեցին օգտագործվի Հայաստանի Հանրապետության դեմ եւ սա եւս մի անհանգստություն է, որի պատճառով է նաեւ այս բարենորոգման օրակարգը ծնվել։ Այսինքն հստակ տեղեկատվության է իշխանությունը տիրապետում։ Հստակ տեղեկատվության ամբողջ հանրությունն է տիրապետում, երբ որ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը պարզվում է, որ եղել է կամ կա ԿԳԲ-ի գործակալ։ Կեղծ է սուտ է եզրացն է հայտարարել։ Ինչպես կարող է կեղծ լինել։ Հայտարարել է, որ կեղծ այնինչ տարածել եք կամ այնինչ ածն տարածել է իրականության հետ աղերս չունի, կեղծ է սուտ է։ Այսպես իր արձագանքն եմ ձեզ ասում։ Դա բնական է պետք է արձագանքը հերքող լիներ, բայց այն որ Հայաստանի Հանրապետության պետական մարմին, դա որտեղից արտահոսք չի եղել, պետական մարմինը պաշտոնապես դա հրապարակել է կամ լրատվամիջոցին է պատասխանել, ես դա որևէ կերպ չեմ կարող կասկածի տակ դնել, որովհետև եթե դա կեղծ լիներ
հետագայում այդ պետական մարմնի համար հետևանքներ կունենար, ուստի սա մի հարց է, որը եւս կարևոր է ուշադրության կենտրոնում պահել, բայց նորից եմ ասում, սա մեր բոլորովին հանրային քաղաքական օրակարգի թիվ 1 հարցը չէ, սա կարևոր հարցերից մեկն է։ Բայց հիմա թիվ 1 օրակարգ եք բերել ամենաշաբաթ պատարագ գնալով, ուրեմն ճանապարհային քարտեզ ներկայացնելով, գիտեք, ներկայացվել է ճանապարհային քարտեզ, որի դրույթներից մեկը եւ ամենակարևորը, որին պիտի հաջորդեն մյուս կետերի կյանքի կոչումը պիտի հաջորդի, ուրեմն հանգստի կոչումն է կաթողիկոսի, բայց հեռացումն է, բայց կաթողիկոսը որևէ քայլ այդ ուղղությամբ չի անում, ավելին այն քայլերը, որոնք դուք անում եք, նշվում է, որ ուրեմն պառակտիչ գործողություններ են, սա մեծ հարված է մեր պետությանը, մեր պետականությանը, իդեպ Ուխտերթի օրներ կաթողիկոսը այդպիսի հայտարարություն արել, եւ մենք տարբեր տեղեկություններ նույն Ուխտերթի օրը ստացանք, որ օրինակ հետից եւ այլ կառույցներից փաստորեն կառույցների աշխատակիցներին համապատասխան նամակներ են ուղարկվել, որ մասնակից լինեն Ուխտերթին, պարոն Խանդանյան, սրանք երևույթներ էին, որոնց դեմ հասարակությունը պայքարել էր 18-ին հեղափոխություն ունենալու, իրականացնելու համար, բայց պարզվում է հին մեթոդները կիրառում եք հիմա նաեւ դուք, ինչու՞։ Ես հստակ փաստեր եմ ասում, մարդիկ ովքեր աշխատում են ու ում ծանուցվել է պատարագին մասնակցել Ուխտերթին կներեք։ Ես ինքս մասնակցել եմ Ուխտերթին եւ տեսել եմ բազմաթիվ հարյուրավոր քաղաքացիներ, որոնք ինքնաբուխ եկել եւ միացել են Ուխտերթին։ Ես չեմ բացառում, որ տարբեր գերատեսչություններում կամ հիմնարկներում մարդիկ իրար հետ խոսել են եւ կազմակերպված միասին եկել են այդ Ուխտերթին, բայց մանավանդ նման միջոցառմանը, որը այսպես հոգևոր միջոցառում է, հա, ինքը քաղաքական որևէ բան չունի, այդպիսի քայլերով մարդկանց բերելը, հատկապես այն պայմաններում եւ դա շատ կարճ ժամանակում հայտարարվեց եւ բազմաթիվ մարդիկ ուղղակի դուրս եկան եւ Սուրբ Ծննդյան օրը մասնակցեցին այդ Ուխտերթին։ Ես բացառում եմ, որ դա լինի այսպես ինստիտուցիոնալ կազմակերպված եւ եթե կան նման հրապարակումներ, ես հույս ունեմ, որ գլխավոր դատախազությունը ուսումնասիրի դրանք, որովհետև մարդկանց հավաքներին մասնակցելուն հակելը դա քրեական պատժելի արարք է եւ եթե կան հրապարակված նման վկայություններ կամ հայտարարություններ, ես հույս ունեմ, որ եւ կարծում եմ, հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հետամուտ կլինի եւ կգնա դրանց հետեւից։ Շնորհակալ եմ, պարոն Խանդանյան։ Շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ։ Կհանդիպենք։